առաջի անգամ ընտրություններին եղել ենք 5 մասնակից, հա։ Դրանից հետո ես ցույց եմ տվել իմ աշխատանքը, իմ գյուղի, իմ ժողովրդի նկատմամբ, սա արդեն երկրորդ ընտրությունն է, որ արդեն մրցակից չեմ ունենում։ Դա բոլորը աշխատանքի արդյունքն է։ Գյուղապետից գոհ եք, այսօր Կիրակի օրը ընտրություններ է, չէ՞, նորից ընտրելու եք իրան, թե չէ։ Գյուղապետին բաց կանեմ, երբ անեմ։ Խելոք տղա, լավ ազնիվ աշխատող է։ Իրա վնաս կտա, ուրիշին չի տա։ Այդ ձևի մարդան է։ Հա։ Լավ աշխատում։ Լավ աշխատում։ Իրա վրան այդ բավական մեր հեծտում բանասեցնել են գրել եմ։ Լավ աշխատող ինքը։ Իսկ Սերժ Սարգսյանից գոհ եք։ Կարող է ինքն ուղարկել։ Չէ։ Իսկ Սերժ Սարգսյան չես մտել, լավ։ Չէ, ազնվորեն ինքը բան չի ասել։ Ճիշտ է, ասենք գյուղապետությունը համանքի ղեկավարները մեծ պաշտոն չի, բայց այսօր անմիջական ժողովրդի կողքին կայնած մեկը համանքի ղեկավարն է, որ ամեն հարցով աջակցում է գյուղացուն։ Ամենամեծ դժվարությունը որ փողը գինչ ունի։ Ուրիշ ոչ մի բան։ Էլի նույն աշխատողն ենք, էլի նույնը ստեղծողն ենք, այն ժամանակ ստեղծում ենք, ապրում ենք, իսկ մի ավելի շատ ենք փողը։ Որ աշխատում եմ հող այդ կռվում եմ, չէ՞, այն վիճակը։ Չոքի եմ աշխատում, որ ես այս շուկան կպռնի, պարտիերը կփակվեմ, նորից այս վիճակը պետք է սպասեմ, երբ նորից հունիս-հուլիսը գա, որ կշեռքի մի բան տնեմ, գոյություն պալյուսի փող տամ, գազի փող տամ, ընտանիքը պահեմ։ Փողը գինչ ունի, մեծ ամուսնություն ինչ է իլա։ Ուրիշ ոչ մի բան։ Նորից պետք է վազնեմ բանկերի տուրը։ 2-3 միլիոնի հետևից։ Բանկերի մասին խոսա, բանկերը այնց են կզցրել ժողովրդին։ Բայց ինչ եք բանկերից փող վերցնում, չեք կարում հող մշակեք առանց։ Չի, փողը հերիք չանում։ Շատ կան որ բանկերի տոկոսների տակ են։ Գյուղի համար թե կարելի ասել 60% է։ Դեռ ավելի 70%-ը, որտեղ բանկից բանկ են վերցնում։ Սրանց վերցնել պարմենտը այդ նույն բանով հոդվածով կնում են հաջորդին եկալում։ Դե Յարիմի ասա, անգարագետ ժողովուրդն է շատներ։ Այդ հաշվարկները կարող են չեն անում են։ Իրանք տնում են տոկոսի տակ ու պենտալում։ Բոստանային կուլտուրաներ ենք մշակում, ծառ եւ բաղ մենք չունենք այգիներ, հա։ Հիմնականում ջերմոցային տնտեսություններ են եւ աշխատում ենք ստանալ մի քանի բերք տարվա մեջ։ Այս գյուղը նաեւ նշանավոր է նրանով, որ Թուրքիայի հետ ոչ միայն սահմանի վրա, այլ նաեւ ստեղով է կամուրջ, այսինքն եթե կամուրջը բացվի, Հայաստանը Թուրքիան հարաբերություններ հաստատեն, փաստորեն ձեր գյուղը դառնալու է առաջին գյուղը, որ Թուրքիայից մտնեն եւ վերջին գյուղը որ գնան Թուրքիա։ Ընդհանրապես դուք ինչ եք մտածում հայ-թուրք հարաբերությունների մասին։ Եթե քաղաքականությունը իշխան ժողովուրդը միացյալ մեկ են։ Քաղաքականությունն է բաց։ Ձեր Ղուրանը ուրիշ ասում, մեր քրիստոնյա ասմունքը ուրիշ ասում։ Դա չի։ Երեխան ինչ մեղք ունի օրորոցում երբ նա օրորվում է։ Եթե ուզենաս ռուսերեն խոսած ռուսերեն սովորի, հայերեն խոսած հայերեն սովորի, բայց երբ քաղաքական մեջ ես մտցնում է երեխին, սա թուրք է, սա բարձրասպան է, սա մյուս է, այդ երեխին արդեն իցնել դառնում է մեկ ուրիշ ազնվորություն։ Ուրեմն քաղաքականությունը պետք է այնպես դասավորել, որ մարդը պետք է լինի հավասար։ Նա ինչ տարբերություն, նա ինչ մեղք է գործել փոքր երեխան։ Երբ նրա դասերակցությունը ուրիշ է սերմանում։ Սահմանը բաց եւ փակ լինելու մասին գյուղացիները տարակարծիք են։ Հա, մի մասը ուզում է որ բացվի, մյուս մասը ինչ որ պատճառներ կա, որ չեն ուզում բացվի։ Այս ձևի է, օրինակ ասենք մտավախություն այնա գյուղացիների, որ թուրքերը չգան, հողեր չառնեն, տներ չառնեն, ոնց որ հա, այս ձևի։ Իսկ մի մասը մտածում է, որ եթե սկսվի առևտուր, ասենք Թուրքիայի հետ, ահագին ավելի ապրանքը էժան կլինի եւ ավելի մատչելի կլինի, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը այդքան էլ լավ չի Հայաստանում եւ
այդ էժանության շնորհիվ ուզում են, որ նաև բացվի։ Մի մասն էլ մտածում է գյուղացիներից, որ կարող ասենք Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքներ ներկրեն, մեր ապրանքը չվաճառվի, այսպես տարբեր կարծիքներ կան։ Ես հիշում եմ, որ սահմանը բացվեց 90-92 թվականներին, պատերազմի տարիներին Ղարաբաղյան, որ Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, կար նաև հացի խնդիր եւ շատ մեծ քանակությամբ ծորեն ներկրվեց հենց Մարգարայի կամուրջով անցան մեքենաները։ Շուրջ 2 ամիս համարյա ամեն օր մեծ մեքենաներով կրում էին ծորենը դեպի Երևան։ Այս ժամանակ ես պարզ հիշում եմ, քանի որ այդ թվերին 18 տարեկան եւ դիմավորում էինք վարորդներին, ոնց որ ուրախություն լիներ, ինչ որ բաներ փոխանակում էինք, սիգարետներ, ծամոններ, այդ բանով հիշում եմ, ժամերը գիտեինք, արդեն հավաքվում էինք կամրջի մոտ, արդեն գիտեինք, որ մի պարտիա, ասենք մի 30 կամ 20 մեքենա անցնելու է։ Ու դենց ողջունում էր ժողովուրդը։ Այստեղից մինչև Մասիս քանի կիլոմետր է։ 18 կիլոմետր է։ Կամուրջից սկսած, կամուրջից սկսած մինչև Մասիս 18 կիլոմետր է։ Առաջի գյուղը, թուրքի գյուղը որ Ալիջան։ Ալիջան։ Հովանես Շիրազը որ եկավ ստեղ։ Եկել աստեղ Հովանես Շիրազը։ Ինչ ես հիշում, որ եկավ ստեղ։ Ոնց ես բարդ քարտող արել ժամանակ, ոչ եմ հիշում։ Եկավ գնաց, ասա մի հատ գնամ Մասիսը նայեմ, Արազի կամուրջով հնցավ ահագին տեղ, հետո եղանակ անպամազել, ասես անձրև էր գալում, մեղ, ասես Մասիսը ինձ տեսավ, արտասվեց։ Դա բավական չի։ Հետո ասմունքող կար հետը բերեր աղջիկներին, լավ ասմունքեցին իրա դանթեականներ։ Ճիշտում ասիսներ դիմես պահեն։ Բաղը պտի պահի, որը ռուսը չպահի։ Ոչ մեկը, մենք։ Փոքր ազգենք, պտի մեկի թևի տակ նետալ, թե չի։ Որ այդ մեկն էլ նյոր թողի գնա ու թուրքեր իրոք հարցակներ։ Չի թողի ռուսը։ Ձեր գյուղից շատ են արտագաղթում։ Համարա թե, այն իմ թորս չկա գնացել է։ Գալու է թե չի գալու։ Չէ, գալու է։ Գալու է, պտի գա ամուսնացնեմ, անպայման։ Պարզ է։ Բանում էր ծառայում, ինքը Ղարաբաղ էր ծառայում, ծառայությունից եկավ, ասա գնամ, եկեշ պարկ շատ ունենք։ Բնակչությունը հիմնականում ասեմ, 2006 թվականից մինչև օրս, երևի մի 4 ընտանիք կլինի, որ հիմնական է գնացել։ Մնացած գնացողները կլինեն մի 30-ից 40 հոգի, որոնք աշխատում են սեզոնային եւ հետ են վերադառնում գյուղ։ Большое спасибо.